Բարձրաստիճան զինվորականների ու ողջ մնացած զինծառայողների հարցաքննություններ, իրարամերժ ցուցմունքներ, փոխադարձ վիրավորանքներ ու լարված մթնոլորտում անցնող դատավարություն։ Ազատի զինվորական կացարանի ողբերգական դեպքից մոտ 2.5 տարի անց գործը բացահայտվելու փոխարեն ավելի է խճճվել։ Գրեթե բոլոր վկաների նախաքննության եւ դատարանում տված ցուցմունքների մեջ էական հակասություններ կան։ Օրինակ, Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը դեպքի հաջորդ օրը հանրայինի եթերում այսպիսի հայտարարություն էր արել. Իրանք մահճակալներին անշարժացած պարկած վիճակում էին հայտնաբերվել եւ մի 14-ը 15-ից Դատարանում մինչդեռ գնդապետ Սարոյանն ասել է, որ հավելյալ տեղեկություն ճշտելիս իրեն այլ բան են ասել եւ ինքը սխալ է հասկացել։ Կացարանում զոհված Հայկ Կիրակոսյանի հայրն արժանահավատ է համարում գնդապետի հանրայինում արած հայտարարությունը, որ երեխաները մահճակալների վրա են հայտնաբերվել։ Ասել է մահճակալների սենյակում ես հասկացել եմ մահճակալների վրա։ Նախ այտենց ֆրազա չկա, էլի ոչ միտեղ չեմ հանդիպել, չեմ կարծում որևէ մեկն էլ հանդիպած լինեն, որ ներկայացնեն որպես մահճակալի սենյակ։ Կասեն ննջասենյակում, ինչի մահճակալների սենյակում։ Ուղղակի որ ասել էր այդ բառը մնացել էր արդեն վրան, փորձին դրա շուրջ իրանց այդ ինչ որ կարոտիդներն անեն, ասենց ասեմ։ Ֆակտ էս մարդը խափում էր, որտեվ էս մարդը իր վախեցած հայացքը, իր կծկտուր հարցերի տված պատասխանները, այդ ամեն ինչը ամեն ինչ բերում էր նրան, որ ինքը խափել է։ Մեկ էլ եթե այդ տղեկը ոտի վրա ալնեին, իրականում մահճակալների վրա պարկած չլինեն, ողջ լինեն, հնարավոր չէ նրանք այդտեղից դուրս չգային։ Ինչու զինվորները դուրս չեն եկել կացարանից հարցի պատասխանը քննությունը դեռ չի պարզել։ Գաբրիել Կիրակոսյանի խոսքով նախաքննության ժամանակ քննիչը հարցին անհեթեթ պատասխան է տվել։ Քննիչի արած արտահայտությունը զինվորը սովորա տագնապ ազդանշանից զարթի, ոչ մեկ չի ֆայմե տագնապ կորա տղեկը չեն զարթնի, ասում դու հիմար ես։ Իրականությունը քողարկելու ու վարչապետի վարկածից չշեղվելու բարձրաստիճան զինվորականների ցուցմունքները ծնողների համար հասկանալի են, վերևից ինչ ասել են, այն էլ պատմում են, բայց ծնողներն անընդունելի են համարում հատկապես ողջ մնացած զինծառայողների իրականությունից կտրված ցուցմունքներն ու հայտարարությունները։ Այդ երեխեք հետ այդքան ապրածուն եք, ամեն մեկը ձեր հերթին եկաք, ձեր մուտիլով կենարիք, թողիք գնացիք, հա, հիմա հանգիստ պարկում քնում եք։ Այդ նույն սաղ մնացածը ես գնացի հիվանդանոց տեսա իրան ինքը ինձ այլ բան ասեց, մյուս ծնողին այլ բաներ ասե, այն մյուս երեխուտուն նստած այլ բաներ խոսացել, նախաքննական ցուցմունքը այլ բան է, դատարանում լրիվ այլ բան խոսած։ Այսինքն, եթե դու չես ստում, եթե դու ճիշտ ես խոսում, քեզ 100 անգամ նույն հարցը տան, դու պետք է նույն պատասխանը տաս։ Ծնողները պնդում են, որ առ այսօր ոչ մի էական հարցի պատասխան չեն ստացել, գործը նույն տեղում է մնացել։ Դատարանը բացահայտման հետ կապ չունեցող հանգամանքներ է քննում, ասում է Գաբրիել Կիրակոսյանը։ Ագնիտուշցել ով պետք է բերեր, չի բերե, պայստում եղել է թե չէ, ով ա գրե, ով ուշադրություն չի դարձրել, ագնիտուշցել եղել է, չի եղել, դա հարցի այլ կողմն է։ Ինձ այդտեղ հետաքրքրում է երեխեքին ով սպանեց, ինչի համար սպանեց ու ոնց սպանեց։ 22 հատոր գործը ագնիտուշցել, արա հոգնանք այդ ագնիտուշցել լսելուց։ Իրարամերժ ցուցմունքների ու իրենց ձևակերպմամբ անհեթեթությունների պատճառով դատարանում հաճախ ծնողների նյարդերը տեղի են տալիս։ Դատարանը սանկցիա կիրառելուց ու դահլիճից հեռացնելուց բացի հիմա էլ ծնողներին տուգանում է։ Գաբրիելը մեկ անգամ արդեն տուգանվել է։ Ինքնատիրապետումդ կորցնում ես, ես հելնդուս եմ որ ասում ինձ կորցած չհասկացա ինչ կատարել այդ բան, հեռախոսս ձեռից շպրտել եմ, ինչ որ կպել անդե դուռա վնաս է, խփել եմ մոնիտոր անգե, բանը։ Տուգանք են նշանակում եկել գույքի փոխհատուցում։ Տուգանքը վճարել եմ։ Այսօր արդեն մտել ես իմ ջեբերը, վճարել եմ։ Կարա գրեք Կիրակոսյանների ընտանիքից ՀՀՆԳՆ-ին օգնություն։ Այդ ի՞նչ է նշանակում, որ իրանց ասեղին կպար, իրանք իրանց գույքի արժեքը գիտեն, մենք մեր երեխեքի արժեքը չգիտենք։ Խնդիր չկա, ես ցանկացած իմ արած քայլին պատասխանատու եմ, բայց մինչև այդ դուք ինձ պատասխան տվեք իմ երեխուն ինչի տարակ սպանիք։ Կիրակոսյանի գնահատմամբ սա արդարություն պահանջող ծնողներին լրացնելու ձև է, ասում է վարչական տուգանքը նախազգուշացում էր։ Այս քայլով իրավապահները զգուշացնում էին, որ դրանից հետո կարող են նաև քրեական գործ հարուցել։ Ոչինչ եւ ոչ մեկը չի կարող լրացնել ծնողին։ Գործի բացահայտման համար դատարանից ակնկալիք չունի, բայց իրականությունը վերհանելու համար գնալու է մինչև վերջ։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։